Արմ ռադիոյի եթերում միջազգային լրատվության ժամն է, ստուդիայում է Աննա Ավագյանը, բարև ձեզ։ Այսօր եթերում Կահիրեի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում 11 մարդ է զոհվել։ Նյու Յորքում ահաբեկչություն է կանխարգելվել։ Իսպանիայի իշխող սոցիալիստական կուսակցությունը պարտություն է կրել խորհրդարանական ընտրություններում։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Կահիրեում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով նվազագույնը 11 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը վնասվածք են ստացել։ Զոհեր եղան այն ժամանակ, երբ Գիրակի ոստիկանությունը բանակի օգնությամբ սկսեց ցրել ցուցարարներին, որոնք էլ պահանջում են ժամանակավոր ռազմական կառավարությունից իշխանության փոխանցումը քաղաքացիական պաշտոնյաներին։ Ցուցարարներին ցրելուց հետո Եգիպտոսի ռազմական իշխանությունները հայտարարությամբ հանդես եկան։ Զինուժի գերագույն խորհուրդը կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին իրավիճակը վերահսկողության տակ առնել, ինչպես նաև հաստատեց իր որոշումը կատարել ավելի վաղ ընդունված ճանապարհային քարտեզը, որոնց նախատեսվում է փոխանցել երկրում իշխանությունը քաղաքացիական ղեկավարությանն ու թույլ չտալ երկրում դեմոկրատական պրոցեսի ընդհատումը։ Եգիպտոսում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը նախատեսված է նոյեմբերի 28-ին։ Լիբիայում ձերբակալվել է ազգային հետախուզության նախկին ղեկավար Աբդուլլա Աս-Սենուսին։ Նա հանձնվել է նոր իշխանություններին առանց դիմադրության, հաղորդում են ազգային անցումային խորհրդում։ Աս-Սենուսին ձերբակալվել են Լիբիայի հարավում քրոջ տանը։ Նա Մուամմար Քադաֆիի ամենամտերիմ աջակիցներից էր։ Ավելի վաղ միջազգային քրեական դատարանը նրա ձերբակալման հրաման էր արձակել, նրան մեղադրելով մարկության դեմ հանցանքների համար։ Այս գործով մեկ այլ կասկածյալ Քադաֆիի որդի Սեյֆ ալ-Իսլամը ձերբակալվել էր Լիբիայում նոյեմբերի 19-ին։ Երկրի նոր կառավարությունը հայտարարել էր, որ սպանված բռնապետի որդուն չի հանձնելու Հաագային։ Նյու Յորքում ահաբեկչություն է կանխարգելվել։ Կասկածյալը ձերբակալված է, այս մասին ազգային հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է քաղաքապետ Մայքլ Բլումբերգը։ Ձերբակալվածը 27 տարեկան տղամարդ է, նրա անունն է Խոզե Պիմենտել։ Նա ԱՄՆ-ի քաղաքացի է։ Իշխանությունները հաղորդել են, որ ձերբակալվածը գրոհներ էր նախատեսում ոստիկանական մեքենաների, փոստային ծառայության օբյեկտների ու նաև զինծառայողների դեմ։ Ձերբակալվածից պայթուցիկ է առգրավել։ Բլումբերգը նշել է, որ կասկածյալը միայնակ է գործել, իսկ դրդապատճառն էր ամերիկյան զորքերի ներկայությունը Իրաքում եւ Աֆղանստանում, ինչպես նաև Ալ-Ղաիդայի քարոզչությունը։ Վերջին տարիների ընթացքում Նյու Յորքում արդեն 2 պայթյուն են կանխել։ Իսպանիայի իշխող սոցիալիստական կուսակցությունը պարտություն է կրել խորհրդարանական ընտրություններում, որոնք կայացել են կիրակի։ Ընդդիմադիր ժողովրդական կուսակցությունը բացարձակ մեծամասնություն է հավաքել, ինչն իրեն թույլ է տալիս ինքնուրույն քաղաքականություն իրականացնել։ Բոլոր քվեարկությունների հաշվարկից հետո նա օգտին ձայն է տվել ընտրողների 45%-ը։ Սոցիալիստները 29%-ից էլ քիչ ունեն։ Հաղթող կուսակցության ղեկավար Մարիանո Ռախոյը ձևավորելու ու գլխավորելու է նոր կառավարությունը։ Ելույթ ունենալով կողմնակիցների առջև նա հայտարարեց, որ վարչապետի պաշտոնում իր գլխավոր խնդիրն է համարում երկիրը դուրս բերել ճգնաժամից։ ԱՄՆ պատրաստ է Ռուսաստանին տրամադրել Եվրո-ՀՊԸ-ի համար իր հրթիռների մասին տվյալները։ Համակարգի հիմքն են կազմելու SM-3 կործանիչները, այս մասին է գրում Կոմերսանտ թերթը, հղում կատարելով ԱՄՆ պետքարտուղարի սպառազինության ու միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Էլեն Թոշերին։ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն պայմանավորվել են եվրոպական հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման մեջ համագործակցության մասին Լիսաբոնյան գագաթնաժողովում։ Մոսկվան ԱՄՆ-ից գլխավոր երաշխիքներ է պահանջում նրա մասին, որ Եվրո-ՀՊՀ-ն ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ ՆԱՏՕ-ն էլ կոչ է անում ուղղակի հավատալ խոսքերին։ Արդեն այս տարվա վերջին ՀՊՀ ռադարը տեղակայվել է Թուրքիայում, իսկ մինչև 2015 թվականը նաև որոշ տարեր Ռումինիայում։ Լոնդոնյան 2 օդանավակայանների աշխատանքը կաթվածահար է եղել ուժեղ մառախուղի պատճառով։ Կիրակի Հիթրոուում եւ Սիթիում մետեո պայմանների պատճառով չեղյալ է հայտարարվել ավելի քան 170 չվերթ։ Օդանավակայանների աշխատանքի խափանումը անդրադարձավ մի քանի հազար ուղևորի վրա։ Օդերևութաբանների կանխատեսումներով Լոնդոնում մառախուղ է լինելու մինչ առավոտ։ Այն դեպքում, եթե եղանակը բարելավի, օդանավակայանները կվերականգնեն աշխատանքը լիարժեք ծավալով։ Ռուսական միջմոլորակային Ֆոբոս Գրունտ կայանի փրկության համար միայն 1 օր է մնացել։ Այսօր փակվում է աստղային պատուհանը եւ դրանից հետո սարքի հետ կապ հաստատելու փորձերը անիմաստ են դառնալու, հաղորդեց հրթիռատիեզերական ոլորտի աղբյուրը։ Նրա խոսքով նույնիսկ եթե կայանի հետ կապը հաջողվի վերականգնել նոյեմբերի 21-ից հետո, ապա դեպի Մարս մոլորակ այն այլևս չի թռչի։ Ֆոբոս Գրունտը թողարկվել է Բայկոնուր տիեզերակայանից նոյեմբերի 9-ին, սակայն կայանը արկախվել է շուրջերկրյա ուղեծրում։ Ռոսկոսմոսի ղեկավար Վլադիմիր Պոպովկինը հայտարարեց, որ
Ֆոբոս Գրունտը երկիր մոլորակի կողքին է մնալու մինչև հունվար։ Եթե սարքը սկսի ընկնել, ապա բեկորները դժվար թե հասնեն մեզ ու ամենայն հավանականությամբ լիովին կայրվեն մթնոլորտում։ Խառը մենամարտի ռուս մարզիկ Ֆյոդոր Եմելյանենկոն պարտության է մատնել ամերիկացի Ջեֆ Մոնսոնին Մոսկվայում։ Մրցամարտի ողջ 15 րոպեները անցել են ռուսաստանցու մեծ առավելությամբ, որը հեշտությամբ կրեց մարտը միավորներով։ Ֆյոդոր Եմելյանենկոն խառը մենամարտում որևէ պարտություն չի տեսել գրեթե 10 տարվա ընթացքում, սակայն Մոնսոնի հետ հանդիպմանը նախորդող 3 մենամարտն անհաջող է անցկացրել։ Այսքանը միջազգային լրահոսից, քիչ անց նաև տեղեկացեք լուրերին Ժիրայր Ոսկանյանի ներկայացմամբ։ Մինչ հանդիպում։